Հանրայինի եթերում առաջին լրատվականի հիմնական թողարկումն է, բարի երեկո, առաջարկում եմ նախ մի քանի տողով ծանոթանալ մեր լրազամբյուղին։ Սպայական անձնակազմի համար կառուցված բնակարանների հանձնման արարողություն, սահմանային զորամասում, պաշտպանության բանակի զորավարժություններ, պաշտպանական շրջանի դիտարկում, նախագահ Սարգսյանն Արցախում է աշխատանքային այցով։ 100 տարի անց Վեհաշուք շենքը նոր հանդերձով է բացում դռներն այցելուների առջև։ Արցախի հոգևոր մայրաքաղաքում վերաբացվել է պատմական օրիորդաց դպրոցը, կահավորված ու վերանորոգված։ Doing Business 2013 Հայաստանն իր դիրքերը բարելավել է 18 կետով, հայտնվելով 32-րդ տեղում։ Ամենամեծ առաջընթացը Հայաստանը գրանցել է ներդրողների պաշտպանվածություն ոլորտում։ Ով է հաղթել Օբամա-Ռոմնի երրորդ ու վերջին հեռուստաբանավեճում, թեման այս անգամ արտաքին քաղաքականություններ։ Ի վերջո ով է առաջինն անջատել հեռախոսը, արդյոք Ռուսաստանի նախագահն սպառնացել է Թուրքիայի վարչապետին, սկանդալային հեռախոսազրույցի հետքերով։ Ապրելու հնարավորություն ևս 98 հայի, քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման նպատակով Նվիր իր կյանք հիմնադրամը հանգանակել է 60 միլիոն դրամ։ Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է Հանրապետության արևելյան սահմանային զորամասերից մեկը, մասնակցել սպայական անձնակազմի համար կառուցված բնակարանների հանձնման արարողությանը։ Հանրապետության ղեկավարն այնուհետև աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն։ Սերժ Սարգսյանը եւ Արցախի նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են պաշտպանական դիրքեր, տեղում ծանոթացել զինված ուժերի մարտական պատրաստվածությանը, բանակաշինության ընթացիկ աշխատանքներին։ Հայաստանի եւ Արցախի ղեկավարները ներկայ են գտնվել պաշտպանության բանակի զորավարժություններին, անցկացրել պաշտպանական շրջանի դիտարկում։ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը զորամասերից մեկում մասնակցել են նաեւ Սուրբ Գևորգ եկեղեցու բացման հանդիսավոր արարողությանը։ Այնուհետև զինված ուժերի բարձրագույն սպայական կազմի մասնակցությամբ անցկացվել է խորհրդակցություն։ Հայաստանի եւ Արցախի նախագահներն այցելել են նաեւ Մարտակերտի շրջանի Մաղավուզի Քարածխի հանքավայր, որն արդեն սկսել է Քարածխի արտահանումը Հայաստան, Երևանի ջեկում ջուրածխային եղանակով էլեկտրաէներգիայի արտադրություն ապահովելու համար։ Էներգետիկայի եւ հանքարդյունաբերության ոլորտների համար ներդրումային կարևոր այս ծրագիրը տնտեսության զարգացմանը խթանելուց զատ որոշակիորեն կբարձրացնի նաեւ Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակը։ Հայկական զույգ հանրապետությունների ղեկավարներին ներկայացրել են, որ Մաղավուզի հանքավայրում կառուցվում է նաեւ Քարածխի հարստացման կոմբինատ։ Հանքավայրը շահագործող ընկերության ընթացիկ աշխատանքներին ու զարգացման ծրագրերին ծանոթանալուց հետո նախագահներ Սարգսյանն ու Սահակյանը հաջողություններ են մաղթել ընկերությանը հետագա աշխատանքներում։ Հանրապետության զինված ուժերի համար զորավարժությունն աննախադեպ էր ոչ միայն նրանում ընդգրկված ուժերի եւ միջոցների անհամեմատ մեծ ծավալներով, այլև դրանց ներդաշնակ կիրառման արդյունավետությամբ եւ մարտական պատրաստվածության ուղղությամբ ցուցաբերված կոլեկտիվ եւ անհատական բարձր ունակություններով։ Զորավարժությունների մասին պատմող մեր տեսանյութը կներկայացնենք առաջիկայում։ Արցախի մշակութային մայրաքաղաքում վերաբացվել է օրիորդաց դպրոցը, պատմությունից հայտնի Մայրամյան գիմնազիան։ Հիշեցնեմ 1864 թվականի հիմնված դպրոցը 20 տարի անց փակվել էր շնորհիվ Ղուկասյան բարերարների, 19-րդ դարավերջին դպրոցը նորից գործել է սակայն այլ ձևաչափով։ Խորհրդային տարիներին այն ծառայել է որպես ուսումնարան։ Գիմնազիայում են դասավանդել հայտնի գործիչներ։ Դպրոցի առջև հրապարակում էլ անցած դարասկզբին կայացել է Արցախի անկախության կողմնակիցների 3000-անոց ցույցը։ Դարերի փորձության դիմացած այս շինությունն արդեն փրկված է կործանումից։ Ռուսաստանամանակ հայ բարերարի ջանքերով դպրոցը այսուհետև կշարունակի իր պատմական առաքելությունը։ Հայկական երկրորդ հանրապետության աշխարհիկ ու հոգևոր ընտրանին այսօր մասնակցել է նորոգված ու կահավորված դպրոցի վերաբացմանը։ Հայկական հայտնի Բերդաքաղաքի պատմության էջերը հին օրերից մինչև մեր օրեր նախախնամյալ կամքով են դասավորվում։ Բազումավերներից հետո 20 տարի առաջ վերջնականապես վերադառնալով իրական տերերին, վերածնդի քայլերն էլ ասես կատարվում են օրինաչափատահականություններով։ Մեկ դար առաջ Ղարաբաղի թեմի ժամանակավոր կառավարիչ Զավեն Վարդապետը մեկնում է Ռուսաստան, որտեղ էլ Շուշեցի հայտնի նավթարդյունաբերող Պողոս Ղուկասյանից խնդրում է աջակցել Շուշիում օրիորդաց կրթության գործին։ Ամիսներ անց Ղուկասյան եղբայրներից Արշակը գրություն է ուղարկում Մայրաթոր Սուրբ Էջմիածին Գևորգ 5-րդ կաթողիկոսին, որով հայտարարում է իր եւ եղբայրների պատրաստակամությունը Շուշիում իրենց վաղամեռի քրոջ հիշատակին օրիորդաց դպրոց բացելու։ 3 տարի առաջ Արցախի ղեկավար Բակո Սահակյանը նույն Ռուսաստանում հանդիպելով Մոսկվա բնակգործարար Կոնստանտին Մանուկյանին աջակցություն է խնդրում Շուշիի պատմական շենքի վերականգնման համար։ Ամեն ինչ պտտվում է ի շրջանս յուր։
100 տարի անց վեհաշուկ շենքը նոր հանդերձով նորից բացում է դռները, որովհետև միշտ նույնը մնում հայի առաքելությունը։ Կա կամք, կա երազանք եւ կան արձագանքող ազնիվ հայորդիներ։ Մարիամ Ղուկասյան օրիորդաց դպրոցի բացման համար Ղուկասյան ընտանիքը բարերարի կոչմանն է արժանացել։ Շենքը կործանումից փրկելու համար նույն կոչմանն է արժանացել նաև Կոնստանտին Մանուկյանը, ում Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման գործում ունեցած ավանդի համար հանձնվեց Ղուկասյանի կտակի պատճենը։ Նորամուտի առիթով օրհնության կարգ է կատարում Արցախի թեմակալ առաջնորդը, տերունական աղոթքը Բարձրաշճան հոգևորականի եւ կամերային երգչախմբի շուրթերից հնչում է՝ ի պատիվ Շուշիի ռազմական ու հոգևոր մշակութային հաղթանակների։ Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության նորոգ շենքում ցուցադրված են հայ մշակույթի երևելիների կտավները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ազգային արխիվի տրամադրած Շուշիում տպագրված գրականությունն ու օրիորդաց դպրոցին առնչվող արխիվային նյութերը։ Արցախի կառավարության ворթեգրած տարածքների համաչափ զարգացման քաղաքականության համաձայն Շուշի են տեղափոխվելու մի շարք գերատեսչություններ։ Ղուկասյան եղբայրների կողմից գրված կանոնադրության մեջ հստակ նշված էր, որ իրենց նվիրատվությունները պետք է օգտագործվեն դպրոցի պահպանության համար եւ միայն դպրոցի փակվելուց հետո այդ իրենց նվիրաբերության տոկոսները եւ նաեւ շինությունները պետք է հատկացվեն Աստվածահաճո ազգային մեկ այլ հաստատության։ Կարծում եմ մշակույթի նախարարությունը հենց այն հաստատությունն է, որը կոչված է պահպանելու ազգային դիմագիծը եւ պատմամշակութային ժառանգությանը տեր կանգնելու։ Բարերարը հիացմունքով է շրջում մշակութային կենտրոնում չթաքցնելով, որ արվածը նշնչում է նոր անելիքների։ Այսօր շատ ուրախ եմ, որ ամեն ինչ ստացվեց։ Մտածում եմ, որ այս ձեռնարկը վերջինը չի լինելու։ Նման օրինակների կարիք Շուշին դեռ շատ ունի։ Մերի Դավթյան, Մհեր Մկրտչյան, Առաջին լրատվական։ Մեխիկոյում մեքսիկացի պաշտոնակցի հետ հանդիպմանը երկկողմ հարաբերությունների զուգահեռ արտգործնախարար Նալբանդյանը քննարկել է նաև արցախյան հիմնահարցը։ Նա տարակուսանք է հայտնել անցյալ տարի Մեքսիկայի նախորդ գումարման խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իրականությունը խեղաթյուրող բանաձևերի ընդունման կապակցությամբ, նշել, որ Մեխիկոյում այսպես կոչված Խոջալուի հուշարձանի տեղադրումը վիրավորանք է ցեղասպանությունների զոհերի հիշատակի հանդեպ։ Հուշարձանների հարցը Էդվարդ Նալբանդյանը շոշափել է նաև Մեքսիկայի սենատի անդամների հետ, նշելով, որ նման քայլերը վնասում են հարաբերությունների զարգացմանը։ Հայաստանի արտաքին քաղաքականության թեմայով նախարարը դասախոսությամբ է հանդես եկել դիվանագիտության ուսումնասիրությունների ինստիտուտում, որտեղ ներկայ են եղել Մեխիկոյում հավատարմագրված դեսպաններ, փորձագետներ, լրագրողներ, դասախոսներ եւ ուսանողներ։ Պատասխանելով հարցերին, նա մասնավորապես նշել է, որ կոռուպցիոն հարուստ փորձ ունենալով երկրի ներսում Բաքուն փորձում է այն տեղափոխել միջպետական հարաբերությունների հարթություն։ Ցավոք, որոշ երկրներում որոշ քաղաքական գործիչներ ընկնում են Ադրբեջանի թակարդը։ Չեմ կարողանում դիմանալ Բաքվից եկող կոռուպցիոն գայթակղությունների։ Նվազագույն աշխատավարձն, ինչպես գիտենք, հունվարի 1-ից բարձրանալու է 2500 դրամով։ Պատգամավորներն այսօր Հանրապետության գլխավոր ֆինանսիստից հետաքրքրվել են, թե ինչպես է այն անդրադառնալու սոցիալական խոցելի խավերի վրա գնաճի բարձր տեմպերի ներկայիս պայմաններում։ Կառավարությունը ազգային ժողով է եկել նաև կրթական բարեփոխումների նոր փաթեթով։ Ըստ այդմ, կստեղծվեն ներառական ծրագրով հատուկ ռեսուրս կենտրոններ հատուկ դպրոցների կրճատման հաշվին։ Պետությունն այդպիսով նաև կլուծի հատուկ ուշադրության կարիք ունեցող երեխաների հասարակության ինտեգրվելու հարցը։ Խորհրդարանական առօրյան ներկայացնում է Մայա Խաչատրյանը։ Ազգային ժողովը շարունակեց ու ավարտեց հանրային հեռուստառադիոընկերության գործունեության վերաբերյալ 2011-ի հաշվետվության քննարկումը։ Հմեկի գովազդային քաղաքականության մասին ընդդիմադիրների հարցերին հեռուստառադիոընկերության խորհրդի ղեկավարը թվերի լեզվով պատասխանեց. Երբ ամբողջ Հայաստանի գովազդային շուկան գնահատվում է 20-25 միլիոն դոլար, այստեղ հնչեցվեց, որ 19 միլիոն դոլարը գնում է հանրային հեռուստատեսություն եւ չգիտես ուր։ Հանրայինի եւ ոչ միայն ամսական նվազագույն գումար վաստակող հանրապետության բոլոր անձանց աշխատանքի դիմաց տրվող գումարի չափը նոր տարվանից 2.500-ով բարձրանալու է։ Փոփոխությունն ըստ երկրի գլխավոր ֆինանսիստի կառավարության հանգամյա ռազմավարության համատեքստում առաջին քայլն է, որն աստիճանաբար հանգեցնելու է աշխատավարձի կրկնապատկման, հասցնելով 60,000 դրամի։ 35,000 դրամը որևէ կերպ հաշվարկված զամբյուղ չի ծածկում եւ մենք հասկանում ենք, որ դա ունի որոշակի խնդիրներ եւ այդ խնդիրները մենք առաջարկում ենք լուծել ժամանակի ընթացքում։
35,000 դրամով քանի օր է հնարավոր ապրել։ Հարցներ պատճառը, որ падգամավորներին կառավարության առաջարկն այնքան էլ չոգևորեց։ Գումարի այդ չափով ինչով կարելի է լցնել պարենային զամբյուղը։ Փոփոխության հիմքում մի քանի գործոն են, գլխավորը տնտեսականը, հիմնավորեց ֆինանսների նախարարը։ Կառավարության ծրագրում էական ուղղվածություն կա թե աշխատատեղերի ստեղծման, թե նվազագույն սոցիալական պայմանների ապահովման վերաբերյալ։ Մասնավոր հատվածի վարձու աշխատողների էական մասի ամսական աշխատավարձը հաշվարկվում է նվազագույն սանդղակով, ինչ խնդիր կլուծի աշխատավարձի բարձրացումը խայտառակ գնաճային պայմաններում։ Գլխավոր ֆինանսիստը падգամավորի գնահատականին համաձայն չէ, հակադարձում է վիճակագրական ցուցանիշներով։ Արդեն իսկ բավականաչափ ցածր են եւ մենք 12 ամսակը դրվածքով ունենք շուրջ 2.5% գնաճ եւ ինչը մեզ լիովին տալիս է տեղ, որպեսզի մենք ասենք, որ 2013 թվականի ընթացքում գնաճը կլինի ազգային ժողովի կողմից սահմանված 4+-1.5%-ի սահմաններում։ Նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացման մասին ՀԱԿ խմբակցության առաջարկը կառավարությունը մերժել է հիմնավորման բացակայության պատճառով։ Ի պատասխան падգամավոր Փաշինյանի նշեց նախարարը, ինչպես է հաշվարկվելու նվազագույն աշխատավարձը հունվարից եկամտահարկի մասին օրենքը ուժի մեջ մտնելուց հետո, հարցրեց խորհրդարանի նախագահը։ 35,000 դառնալու պարագայում եւ այդ հարկերի միացման վճարների միացման պարագայում արդեն 35,500-ից գանձվելու է սոցվճարներ։ Հունվարի 1-ից նա ոչ սոցվճարը վերանում է եւ տալու է միայն եկամտահարկ, բայց 35,000-ի վրա դա չի տարածվելու։ Հարկ եղած դեպքում ոչ միայն այս, այլև օրակարգ մտած մեկ այլ կարևոր հանրակրթության փաթեթի վերաբերյալ ազգային ժողովի նախագահը խորհրդարանական լսումներ կհրավիրի։ Նախատեսվում է կրճատել հատուկ դպրոցների թիվը, փոխարենը ստեղծելով ներառական ծրագրով հատուկ ռեսուրս կենտրոններ։ Ծրագիրը Նստաշոտյանի հեղափոխական էջ կբացի հայաստանյան կրթության պատմության մեջ։ Համատարած ներառականության սկզբունքը, որ մենք առաջարկում ենք որդեգրել մեր հանրապետությունը, որպեսզի խտրական սեգրեգացված գետոյացված դպրոցներ չլինեն նման տեսակի երեխաների համար եւ մենք իրականում կարողանանք բոլոր նման երեխաներին վերադարձնել հասարակություն։ Նոր ծրագրով պետությունը կխնայի միջոցները միաժամանակ չկրճատելով այդ երեխաների կրթական կարիքների համար հատկացումները։ Այդպիսով պետությունը լուծում է որոշակի խնդիրներով երեխաների հասարակության ինտեգրվելու հարցն ու միաժամանակ կատարում միջազգային պարտավորությունը։ Ուրիշ մարդ, ոչ հիվանդ մարդ, ոչ պրոբլեմ ունեցող մարդ, սոցիալապես անապահով, բայց առողջ երեխաների համար տեղ այլևս հատուկ դպրոցներում չպետք է լինի։ Առաջին դասարանցիներին անվճար համակարգիչներ տրամադրելու վերաբերյալ ծրագիրն արդեն սկսվել է, բանակցություններն Ինտելի հետ ընթանում են։ Երկրի գլխավոր ամբիոնից նախարար Աշոտյանը եւս մեկ կարևոր խնդրի մասին հայտարարեց, որը թերևս անպարտաճանաչ աշակերտներին դուր չէր գա։ Ավագ դպրոցում գերատեսչությունը շարունակելու է ստուգումները։ Ավելին ստեղծվող էլեկտրոնային շտեմարանը թույլ չի տա աշակերտին թաքնվել, ցույց կտա ամեն մի աշակերտի շարժը։ Մայա Խաչատրյան, Հակոբ Սարգսյան, Առաջին լրատվական։ Իդեպ ազգային ժողովն այսօրվա նիստում հատուկ ընթացակարգով քննարկել է պետական տուրքի մասին օրենքի փոփոխությունը երկրորդ ընթերցմամբ։ Հիշեցնեմ, որ օրենսդրական փոփոխության անհրաժեշտությունն առաջացել էր Սիրիայում ստեղծված իրավիճակի պատճառով։ Սիրիական ճգնաժամի հետևանքով մոտ 5000 սիրիահայ մեր հայրենակիցներ ժամանել են Հայաստան, որոնց 60%-ը հայրենիք էր եկել մինչև 2 ամսով։ Եվ որպեսզի վիզաների երկարաձգման համար նրանք խնդիրներ չունենան, կառավարությունն այս օրինագծով արտոնություն է տրամադրում սիրիահայերին, զիջելով դույժ տուգանքները։ IT ոլորտում տեղական ընկերությունների ձեռքբերումներն ու խնդիրներն այսօր քննարկվել Սինոպսիս Արմենիայում։ Այնտեղ կայացել է տեղեկատվական տեխնոլոգիաների աջակցման խորհրդի արտագնանիստ վարչապետի գլխավորությամբ։ Ընթացիկ տարվա 9 ամիսների ցուցանիշները հուսադրող են։ Ոլորտում արձանագրվել է $250 միլիոն աճ։ Նոր աշխատատեղեր են ստեղծվել, արդիական ծրագրեր մշակվել, արտադրանքի պահանջն էլ մեծացել է արտասահմանում։ Նիստում ներկայացվել է նաև Doing Business 2013 ամենամյա զեկույցը։ Մեր երկիրն այստեղ բարելավել է դիրքերը 18 կետով։ Վարչապետի բարեփոխումների շարունակության ու թերացումների վերացման հանձնարարականների մասին պատմում է Արմինե Պետրոսյանը։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համար Սինոպսիս Արմենիան տարեկան 183 մասնագետ է պատրաստում։ Դեռ ուսման տարիներին ուսանողներից շատերի կուրսային աշխատանքները, մագիստրոսական ատենախոսությունները մոտ են լինում իրական արտադրական նախագծերին։ Ավարտելուց հետո նրանցից եւ ոչ ոք առանց աշխատանքի չի մնում։ Ճարտարագիտականի ընտրյալ ուսանողները կրթությունը Սինոպսիսի ուսումնական դեպարտամենտում ստանում են ժամանակակից սարքավորումներով լսարաններում, ծրագրերով հագեցած համակարգիչներով։ Ընկերությունը նվիրաբերել է իր ծրագրային գործիքների 70 փաթեթներ,
որոնցից յուրաքանչյուրի 1 տարվա լիցենզիան արժի մոտ $1.5 միլիոն եւ դրանք այն ծրագրերն են, նրանք ոչնչով չեն տարբերվում այն ծրագրերից, որոնցով ամենաառաջատար ընկերությունները աշխարհի այսօր նախագծում են ինտեգրալ սխեմաներ։ Սինոպսիս Արմենիայում մշակվող միկրոսխեմաների մասնագիտական ուսումնական ծրագրերը պահանջված են աշխարհի հեղինակավոր համալսարաններում։ Չինաստանի, Հնդկաստանի ու արաբական երկրների համալսարանները միկրոէլեկտրոնիկա դասավանդելու համար Երևանում նախագծած ծրագրերին են սպասում։ Թվարկած երկրները լրջագույն հաջողություններ ունեն տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում եւ միայն այն փաստը, որ նրանք օգտագործում են Սինոպսիս Արմենիայում մշակված ուսումնական ծրագրերը, դա կարծում եմ լրջագույն հաջողություն է եւ մեր համար եւ մեր երկրի համար։ Տեղեկատվական տեխնոլոգիաների աջակցման խորհրդի արտագնանիստը կառավարության ղեկավարն անցկացրել է Սինոպսիսում, նախքան նիստը շրջել ուսումնական դեպարտամենտում։ Լսարաններից մեկում հետաքրքրվել, որքան է աղջիկներ տղաներ հարաբերակցությունը, 60-40 հնչեց պատասխանը։ Առաջի շարքում մենակ աղջիկներ են։ Գերազանցիկներն են առաջի շարքում ըստ Այստեղ քանի որ լավագույններն են բուհերում 2 տարի սովորելուց հետո որ մենք սելեկցիա ենք անում, իրանց մեջ էլ է մրցակցություն, համարյա բոլորը կարմիր դիպլոմով են ավարտում։ IT ոլորտում աշխատող կին տղամարդ հարաբերակցության առումով մեր երկիրը համաշխարհային առաջատարն է։ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրենը ուսումնասիրել է, ոչ մի երկիր նման ցուցանիշ չունի։ Նույնիսկ զարգացած երկրներում ոլորտում կանանց ներկայությունը չի անցնում 10%-ը, Հայաստանում հասնում է 35%-ի։ Տեղական եւ արտասահմանյան կազմակերպություններում հավասար աշխատուժ ունենք, եթե նայենք 3-4 տարի առաջ ոլորտի ավելի քան 70%-ը աշխատում էր արտասահմանյան կապիտալով ստեղծված կազմակերպություններում, այսօր այդ չափաբաժինը հավասարվել է։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատողների թիվն աճել է 15%-ով, եթե նախորդ տարի բնակավարում աշխատողների թիվը 6780 էր, այս տարի այդ ցուցանիշը հատել է 7800-ի սահմանը։ Արտագնանիստի առաջին հարցը Doing Business 2013 ամենամյա զեկույցն էր։ Գիշերը 4-ին են զեկույցի արդյունքները հայտնի դարձել։ Հայաստանը իր դիրքերը բարելավել է 18 կետով, նախորդ տարվա 50-րդ տեղից հայտնվել 32-րդ տեղում։ Բարեփոխումների տեմպով 20 լավագույն երկրների Նիդերլանդների ու Բելգիայի հարևանությամբ դիրք զբաղեցրել։ Հայաստանը լավագույնն է գործարար միջավայրի առումով ԱՊՀ երկրների շարքում։ Եվ մենք միակն ենք այսքան արագ բարեփոխումների տեմպ գրանցել եւ առաջ են գնացել 18 տեղով, Ղազախստանը գնացել է առաջ 7 տեղով, Բելարուսը 2, Қырғызստանը մի փոքր գնացել է հետ, Ռուսաստանի Դաշնությունը 8 Տարածաշրջանում բարեփոխումներով լավագույն տասնյակում տեղ է գտել հարևան Վրաստանը զբաղեցնելով 9-րդ հորիզոնականը, Ադրբեջանը նահանջել է եւ հանգրվանել 67-րդ տեղում։ Մեր երկիրը դիրքերը ամրապնդելու խնդիր ունի արտաքին առևտրի, հարկերի վճարման, էլեկտրամատակարարման ապահովման ոլորտներում։ 184 երկրից մենք զբաղեցնում ենք 32-րդ տեղը։ Դա իհարկե լավ ցուցանիշ է, բայց մենք դեռևս առաջընթացի լուրջ տեղ ունենք եւ մեր աշխատանքները պետք է ուղղված լինեն հենց այդ կետերով էակվես բարելավելու։ Ամենամեծ առաջընթացը Հայաստանը գրանցել է ներդրողների պաշտպանվածության, սեփականության գրանցման, շինարարության թույլտվության բնագավառներում։ Արմինե Պետրոսյան, Արմեն Անդրեասյան, Առաջին լրատվական։ Չարաշահումների նոր խմբականակ այս անգամ գյուղացում ոռոգման ջուր մատակարարող ընկերությունների մոտ։ Ոլորտի 4 Մասիս, Մուսալեր, Նայրի եւ աշտարակ ընկերություններում ֆինանսների նախարարության աուդիտորները ստուգում են սկսել վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ եւ պարզել, որ ջուրը շատ մեծ փողեր է լվացել ու տարել։ Միայն մեկ Մասիս ջրօգտագործողների ընկերությունում պետությունից ստացված դրամաշնորհից չի կատարվել մոտ 16 միլիոն դրամի շինաշխատանք։ Ընկերության հաշվապահը դեբիտորական պարտքն անհին կարգով նվազեցրել է ավելի քան 24 միլիոն դրամով, քիչ ցույց տվել հասույթը։ Նմանատիպ հանելուկային խախտումներ առկա են նաև ուսումնասիրված մյուս ընկերություններում, նրանցից ոչ մեկը չի ունեցել ոռոգման ջրի մատակարարումների չափաքանակի որոշման իրավական ակտեր, ներքին կանոնակարգեր եւ անգամ ջրաչափ սարքեր։ Վարչապետի հանձնարարությամբ իրավապահ մարմինները պատասխանատվության կենթարկեն բոլոր մեղավորներին։
Հանրապետության նախագահի հրամանագրով վերջերս Լոռու և Շիրակի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավորներ նշանակվածներն այսօր ծանոթացել են իրենց աշխատակազմերին։ Լոռու մարզում Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ներկայացրել է Արթուր Աթաբեկյանին։ Շիրակի մարզում միանգամից 3 նորանշանակ դատավորների Գևորգ Նարինյանին, Արթուր Աթաբեկյանին և Էդգար Հովհաննիսյանին։ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը դատավորների հետ հանդիպման ընթացքում միաժամանակ քննարկել է դատական իշխանությանն առնչվող և կազմակերպչական բնույթի մի շարք հարցեր։ Մերձավոր և Միջին Արևելքում լարվածությունը մեծանում է նաև Սիրիայում Թուրքիայի ռազմական միջամտության հավանականությունը։ Թուրքագետ Ռուբեն Սաֆրասյանի կարծիքով սիրիական ապստամբների շրջանում աճում է ծայրահեղ իսլամիստների դերն ու ազդեցությունը, ինչը սպառնում է ոչ միայն Սիրիայի, այլև ամբողջ տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը։ Միացյալ Նահանգները Սաֆրասյանի խոսքով Սիրիա անմիջական միջամտության ծրագրերը մշակում։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարում է, որ ՆԱՏՕ-ն Սիրիայում ռազմական միջամտության հարցն է դիտարկում։ Թուրքիան էլ ըստ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի պատրաստվում է անմիջական ռազմական ներխուժման։ Անկարան ցանկանում է Սիրիայի հետ սահմանային բուֆերային գոտի ստեղծել իբր քրդական գործոնը չեզոքացնելու նպատակով։ Թուրքիան իր նպատակներն է իրականացնում, որոնք կապված են Ասադի ռեժիմից ազատվելու հետ, քրդական գործոնին հարված հասցնելու հետ, նաև եթե այսպես ավելի լայն նայենք Թուրքիայի համար տարածաշրջանում ավելի գերակատիր կապահովելու հետ, որտեղ Սիրիան որպես քաղաքական, որպես աշխարհաքաղաքական գործոն եթե վերածվի, դա կնշանակի Թուրքիայի հեղինակությունը տարածաշրջանում աշխարհաքաղաքական առումով բարձրանում է։ Թուրքական Այդնլկ պարբերական հրապարակել է տեղեկություն, ըստ որի հոկտեմբերի 8-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև տեղի է ունեցել լարված հեռախոսազրույց, ընդ որում վիճաբանության սուր պահին, ըստ թուրքական թերթի, Էրդողանն իբր անջատել է հեռախոսը։ Ըստ թերթի Պուտինն ասել է, որ եթե նույնիսկ մեկ զինվոր անցնի Սիրիայի սահմանը, Ռուսաստանը դա կդիտարկի որպես թուրքական զորքերի ներխուժում Մոսկվա։ Դա սպառնալիք է, որը մենք չենք կարող ընդունել, ի պատասխան ասել է Էրդողանը։ Ինչպես ուզում եք, այնպես էլ ընդունեք, հայտարարել է Կրեմլի ղեկավարը։ Թուրքական պարբերականը նշում է, որ հենց այդ պահին Էրդողանն անջատել է հեռախոսը, մինչդեռ արաբական աղբյուրները հակառակն են պնդում, նշելով, թե իր վերջին արտահայտությունից հետո Պուտինն է անջատել հեռախոսը։ Իդեպ, այս հեռախոսազրույցից մեկ օր անց Պուտինը հետաձգել է իր այցը Թուրքիա, իսկ ևս մի քանի օր անց տեղի է ունեցել Մոսկվա-Դամասկոս մարդատար օդանավի հետ կապված հայտնի միջադեպը։ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը համընդհանուր համաներում է հայտարարել, օրենքը տարածվում է մինչև այս տարվա հոկտեմբերի 23-ը հանցագործություն կատարած քաղաքացիների վրա։ Նոր օրենքը չի տարածվում ապստամբների վրա, որոնք զինված պայքար են մղում իշխանության դեմ։ Սիրիայի ներքին գործերի նախարարությունը դեռևս ապրիլին էր հայտարարել, որ համաներում կշնորհի այն քաղաքացիներին, որոնց ձեռքերն արյունոտ չեն և պատրաստ են զենք հանձնել իշխանությանը։ ՄԱԿ-ի տվյալով 2011-ի մարտից սկսած Սիրիայի կառավարական ուժերի և ապստամբների միջև հակամարտության զոհ է գնացել 30,000 մարդ։ Միաժամանակ կազմակերպության ներկայացուցիչները խոստովանում են, որ այդ տվյալները ստուգելու հնարավորություն չունեն։ Քաղաքական հումորի և փոխադարձ խայթոցների սուր մթնոլորտում է անցել Օբամա-Ռոմնիի երրորդ և վերջին հեռուստադուելը։ Ամերիկյան նախագահական ընտրություններին 2 շաբաթ է մնացել և թեկնածուներն իրենց հերթական բանավեճում նժարել են արտաքին հարաբերությունների վերաբերյալ դեմոկրատների իրականացրած քաղաքականությունն ու հանրապետականների տեսլականը։ Հիշեցման կարգով Օբամա-Ռոմնի առաջին բանավեճում հաղթել էր հանրապետական Ռոմնին, երկրորդում նախագահ